Ինչի սկսեց այդ պատմական ձևակերպումներից, մյուս կողմից էլ մենք էլի մեր նախկին փորձից պետք է որոշակի հետևություններ եւ դասեր առնենք ոչ միայն այս տրամաբանության մեջ, այլև ընդհանրապես։ Մենք հիմա այս այցից չպետք է այսպիսի չափազանցված սպասելիքներ ունենանք։ Այն փաստը, որ այցը կայանում է, ինքը արդեն իմիջիալոց ես ձեզ ասեմ 2 տարի առաջ նման այցի լինելը արդեն չափազանցված սպասելիք կհամարվեր։ Գուցե նույնիսկ մի տարի առաջ, գուցե նույնիսկ 6 ամիս առաջ չափազանցված սպասելիք կհամարվեր։ Այսինքն նկատի ունեմ այդ ակնկալիքը արդեն իսկ կայացել է եւ իմ պատկերացրած ակնկալիքը այն է, որ այս այցը պետք է ապահովի միջպետական երկխոսության հետագա բնականոն ընթացքը եւ մեր տրամադրվածությունը այդպիսին է։ Ես իհարկե ուզում եմ ասել նաեւ, որ իհարկե պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին շնորհակալություն հայտնել այս հրավերի համար եւ նաեւ պատրաստվում եմ հրավիրել նրան մասնակցություն ունենալ Հայաստանում հաջորդ տարի գարնանը, գիտեք, որ Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որը իմիջիալոց Երևանում տեղի ունենալու այդ թվում Թուրքիայի աջակցությամբ, որովհետև Թուրքիան նույնպես Եվրոպական քաղաքական համայնքի այդ ձևաչափի անդամ է, եւ ես պատրաստվում եմ հրավիրել նախագահ Էրդողանին մյուս տարի գարնանը, իհարկե ամսաթվերը դեռ ճշտվում են, մասնակցելու Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին եւ հույս ունեմ, որ այսինքն հաջորդ տարի արդեն հանդիպումը մեր տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում։ Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր ներկայության համար։ Գիտեմ, որ շատերը ձեզնից համենայն դեպս ներկաների մի մասին առիթ ունեցել եմ Հայաստանում տեսնելու